Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ինչպես տեսնում եք, այս անգամ եւս մենք Նայիրի Գրիգորյանի արտ-արվեստանոցում չենք։ Ինչու՞։ Որովհետև այսօր հյուր գնալու օր է։ Եվ մենք մեծ սիրով այսօր եկել ենք Հայաստանի կրոնական հոգևոր քաղաք Էջմիածին։ Վստահ եմ, Էջմիածինը հարուստ է եւ դուք իհարկե տեղյակ եք, անպայման տեղյակ եք, որ Էջմիածինը հարուստ է իր կրոնական հոգևոր կենտրոններով, կոթողներով, բայց նաև հարուստ է այլ փոքրիկ պատմամշակութային թանգարաններով եւ ցուցասրահներով միջայլոց եւ ես այսօր մենք միասին կայցելենք իմ շատ սիրելի Անժելա Թադևոսյանի մոտ, ով եկեք այսպես մի անգամից արդեն տեղափոխվենք ենք։ Իմ միջայլոց ես այսօր երկու Անժելաների հետ եմ լինելու։ Այսօր ողջունում ենք Անժելա, ողջույն Անժելա։ Կարող ենք Նայիրին էլ Գրիգորյան ողջունել, ով այսօր մեզ հետ չէ, եւ Նունեին Վարդանյան, ով կրկին։ Ուրեմն բարձվեց ես ունեմ երկու օպերատոր։ Մեկը քանդակագործ նկարչուհի Անժելա Մարտիրոսյանն է, մյուսը նկարչուհի Նունե Վարդանյանը։ Նունե Վարդանյանը նկարում է Նայիրի Գրիգորյանի արվեստանոցում, իսկ Անժելան ինձ հետ ճամփորդում է։ Իմ միջայլոց ես շատ սիրում եմ Անժելայի հետ ճամփորդել։ Ես այսօր անպայման երազանք կպահեմ երկու Անժելաների մեջտեղը կանգնած։ Ուրեմն մենք գտնվում ենք իմ ամենասիրելի Վաղարշապատ համայնքապետարանի պատմազգագրական թանգարանում։ Այստեղ մենք կտեսնենք բավականին հետաքրքիր գտածոներ։ Այստեղ մենք կտեսնենք Վաղարշապատ քաղաքի մշակութային կյանքից պատմություններ եւ իհարկե կծանոթանանք իմ շատ սիրելի Անժելայի հետ։ Խնդրեմ, մենք մտնում ենք, ասում ենք բարև ձեզ։ Ոչինչ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Դուք տոնածառ եք, շնորհավոր ձեր ամանորը, ողջույն սիրելիս, ողջույն։ Մեր մոտ տոնածառները պատահական չի, հին ու նոր ամանոր։ Ժամանակաշրջանները։ Մի վարքյան, մի րոպե, ես քեզ փոքրիկ, այսպես։ Հիմա մի րոպե, քանի որ մեր հաղորդումը, աղջիկներ, մեր հաղորդումը ուրեմն ինքը ինտերակտիվ է, ինքն առանց մոնտաժի եւ ամեն ինչ այստեղ տեղի է ունենում մեր աչքի առջև, բոլորի աչքի առջև, հետեւաբար հիմա մենք միկրոֆոնը կփակցնենք Անժելային, որպեսզի ձայնը ավելի հստակ լինի եւ ինքը շատ այստեղ է երևի։ Փաստորեն դուք անում եք հին նոր, իհարկե անում եք, իհարկե, եթե դուք չանեք ելով անի այդ հետաքրքիր։ Այո, դա արդեն ավանդույթ է։ Շնորհակալ եմ։ Անժելային խնդրենք մի փոքր տոնածառները նկարի, մինչև ես էլ արդեն պատրաստվեմ, վերարկուս հանեմ։ Ոնց եք աղջիկներ։ Լավ, շնորհակալություն։ Վաղուց չէի հանդիպել։ Հակայ ջան։ Եթե կարելի է, շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Լեբո ունեք որևէ մեկ էքստրա երկուսն էլ։ Ես շատ սիրում եմ այս թանգարանը։ Ես այստեղ արել եմ Ծովինար Թադևոսյանի ցուցահանդեսը։ Իհարկե տեսնում եք, այստեղ չկա ցուցասրահ նկարների համար, բայց օգտագործել էինք պատերի, ինչպես իրենք են օգտագործել եւ ինչն է հետաքրքիր, որ էքսկլյուզիվն է կանանց հենց այս օրերն էր։ Ուղարկեք ցուցահանդեսը։ Իհարկե, ես շատ լավ եմ, այդա ուղարկեք։ Ակտիվ։ Ուրեմն այստեղ համադրել ենք շատ հետաքրքիր, քանի որ Ծովինար Թադևոսյանը ինքը գրաֆիկ նկարչուհի է, շատ հետաքրքիր ձևի համադրվել էին այստեղի կահ-կարասի հետ, մի խոսքով հետ, արի Անժելա։ Դե պատմի սիրելիս։ Քանի որ անդրադարձանք հին ու նոր ամանորի, արդեն մի քանի տարի, ուրիշ դու գիտես, նույնիսկ Ծովինարի ցուցահանդեսի ժամանակ կար ամանորը, տարբեր ժամանակաշրջաններ։ Տոնածառի խաղալիքները։ Մենք էլ եգիպտացորենի խաղալիքը 38-40 թվականների խաղալիքը, այսպես մեր հայրիկների մեր տաններ կա, գիտես, իմ ամուսնու մայրական, այո, մենք էլ մեր տոնածառը շատ էկլեկտիկ ենք ձևավորում։ Այս 75 թվականի տոնածառը, սա իմ ամուսնու մանկության արդեն մեր տանը կա, մենք պահում ենք, ես ամեն տարի բերում եմ եւ ցուցադրում ենք արդյոք նապաստակն էլ մեր աշխատակցու էլի պահպանում ես, այո, հետո փաստացի ունեն մեզ բացիկները, էլի հին ամանորի հետ կապած, դրոշման գիշերը, էլի նոր տարվա հետ կապած
Եվ ամեն ինչը ռուսական մշակույթի հետ կապված, որովհետև սովետ միությունն էինք։ Այո, այո։ Մեր ընտիր կաղանդ պապուց ոչինչ չկա։ Ես միշտ դա այսքանի անգամ արդեն մի փոքրիկ բանախոսություն եմ կարդում, շատ դպրոցների համար, հին ամանորը, ուտեստները, ծեսերը, ավանդույթները, որ գոնե իմանան, չի պահպանում շատ բաներ, բայց գոնե իմանան, որ դա եղել է, դա մերն է, դա հայկական է։ Ես ձեզ ասեցի, չէ՞ որ մեզ սպասում է շատ հետաքրքիր զրույց։ Տեսեք, հարց չեմ տալիս, այսօր ես լռելու եմ, երևի թե։ Դա փաստա։ Ինչից սկսենք։ Քանի որ Ժան դու ծանոթ ես, մենք շատ նախագծեր ենք արել։ Ինձ թվում է, որ այստեղ մի բան տեղափոխվում է, ես արդեն գիտեմ, բայց օրինակ նոր ցուցադրությունը, նորություն կլինի ձեր համար։ Այո։ Նոր ցուցադրություն, Թանգարանային գիշերը, սա անդրանիկ ցուցադրություն է, որում Արագածոտնի մարզի Ծաղկաշա եւ Փարպի գյուղերի եկեղեցիներից բերված նյութերը, որում կտանտեք մեր թանգարանում։ Դեռևս տարիներ կմնան մեզ մոտ, որտեղ այնտեղ թանգարան ցավոք սրտի չկա։ Սա ուրեմն Ծաղկաշենի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հրաշք Սուրբ Գևորգը, ինքը 19-րդ դարի արդեն, հա, դե արդեն էմալ կա, էմալը, այո, Սուրբ Գևորգը, Սուրբ Մարիամ Աստվածածինը, եկեղեցու անգամ խաչի մի բեկորը, մի հատվածը, մի թևը խաչի պահպանվել է ու իհարկե փականը, որը էլի եկեղեցու տարածքից։ Իսկ այստեղ Փարպին, հա, ընդհանուր եմ դրե Փարպի էլ կա, Փարպի եկեղեցիները կա, մնան դեռ մի 5-6 տարի մեզ մոտ, հետո արդեն հաստատ առաջին թանգարան կբացվի այնտեղ կտեղափոխվի։ Վերցրել եք որփուկներին ձեզ մոտ։ Անդրանիկ ցուցադրությունը մեզ մոտ։ Հա, շատ լավ, շնորհավորում եմ, շնորհավորում եմ։ Շարունակվում են այդտեղ պեղումները։ Բնականաբար։ Այստեղ էլ էլի փոքրիկ հնագիտական ցուցադրություն, ուրեմն Էջմիածին քաղաքի այսպես վաղ շաբաթ արդեն քաղաքի տարածքում կա գյուղ Գրիբայեդը, որը չփոխվել մնացել է Գրիբայեդը, այնտեղ կա Անժելիկան լավ միած սրանցել է։ Սա մարտակարգերի մոդելներ են, գալիսնիցա մարտակարգ, ոնց որ աղալիկ մեքենա, այսպես ասեմ, բայ մցուլա ընկել է։ Որոշեցինք մարտակարգը ամբողջացնենք, ասենց ամբողջական վիզուալ, որ երևա, հա։ Ուրեմն Գրիբայեդը գյուղում Մոխրաբլուր հնավայրում բերված տաճարից բերված մեր նյութերը։ Սա անդրանիկ ցուցադրություն Թանգարանային գիշերը, արձանիկները։ 4-ից 3-րդ դար։ Այո, դար չէ, հազարամյակ, հա, հազարամյակ Քրիստոսից առաջ։ Այո, 5000 տարեկան աշխատանքային գործիքներ, հալոցներ, փոքրիկ հալոցներ, որոնց մեջ մետաղ են զոլել բրոնզը։ Այսինքն անագն ու կինձը խառնել են։ Բջուրիկների մեջ են արել։ Այո, մի քիչ ավելի մեծերն էլ կար։ Այստեղ մենք ունենք նոր լուսավորություն, դուք այլ չես տեսել։ Այո, չեմ տեսել ձեր լուսավորությունը։ Որ ամեն մի էքսպոնատը, ամեն նյութը շնորհավորում եմ։ Վերջապես ստանում է գնալով ինքը ստանում է որ ամեն մի նյութը լուսավորվի։ Այո, թե չի առաջմուտ էր, չէի ներևում։ Ես ուզում եմ անպայման ներկայացնել, որ այստեղ կարող եք գալ դպրոցներից, բերել ձեր աշակերտներին, որովհետև Անժելան շատ հետաքրքիր կազմակերպում է կրթական ծրագրեր։ Երկու խոսքով այդ ինչ եմ ասում, որովհետև հասանք այստեղ եւ հասկացա, որ պետքա մի հատ արագ կրթականի մասին ասել։ Կարելի ասել, այլ կրթական ծրագիր։ Դրա համար եմ ասում։ Արհեստական տեղավայր, նույնիսկ ցուցանակի վրա փակցված է, որ կարող եք հարկել այցելուներ։ Դառնալ մի քանի րոպեով հնագետ։ Այսքան դրված է գործիքները, հոզանակ նոմալան։ Այդպես հիմա ես դա կանեմ, կարելի է։ Հիմա դու կարող ես բերել։ Ես կա ինչ-որ բան։ Եվ իհարկե կա, բնականաբար կա։ Ուրեմն մենք ինչ ենք անում, ամենակարևորը իրենք մալայով աշխատում ենք, բացում ենք մի փոքրիկ շեր, եւ փորձում ենք այստեղ կա, այո, ահա։ Հոզանակով փորձում ես բացել այդ ձայն տվող շատ զգուշությամբ, որպեսզի չվնասվի։ Եվ մեզ մոտ բացվում է գտածոն։ Այո։ Մեզ մոտ բացվում է ուշ միջնադարյան անոթի բեկոր։ Ահա։ Սկսում ենք բացել, երբ որ հնարավոր է, արդեն կարող ենք, այս արհեստական տեղավայրը կարող ենք արդեն հանել։ Իրական տեղավայրը մի քանի իհարկե մենք հագնում ենք ձեռնոցներով ենք աշխատում, որպեսզի չվնասենք։ Ես ձեռքերով եմ աշխատում, որպեսզի զգամ։ Իսկ չի պատահում, որ հանկարծ տակը կարիճ է լինում, օձ է լինում։ Ես չեմ վախենում, որտեղ պիտի զգամ հողը, պիտի զգամ գործիքները, պիտի զգամ ամեն ինչը, բեկորը, քարը։ Առաջին գտածոն։ Այո, արհեստական տեղավայրից։ Բայց բնական։ Այո, նյութով։ Լավ, մենք սա ծածկենք, թողնենք աշակերտներին եւ մնացածին, բայց բավականին մեծ հաջողություն ունի։ Ինչպես տեսնում եք, մի փոքրիկ նույնիսկ ավիրել են։ Իհարկե ակտիվ աշխուժ
պեղումներ են կատարվում։ Փոքրիկ բայց ամենայնիվ բերեք ձեր աշակերտներին, ձեր երեխաներին, այցելեք թանգարաններ, այնտեղ կրթական շատ հետաքրքիր ծրագրեր են գործում, ոչ միայն այստեղ, այլ առհասարակ այցելեք եւ բացահայտեք աշխարհը նորովի, մշակույթը նորովի։ Մի վարքյան մի բան ասեմ, խնդրում եմ մի մոռացեք նախ մեծ բաժանորդագրվել, հետո երեխաներին բերել այստեղ։ Եվ անպայման եթե գալու եք, խնդրում եմ իմ մեկնաբանություններ բաժնում, թողնել ձեր մեկնաբանություն, որ ես հասկանամ, որ հետադարձ կապը հաստատված է։ Ահա, գնացինք առաջ։ Կացարանի, Քարիդարյան կացարանի մոդել, վերակազմած կացարան մոդելը, չափսերը պահպանված, որը գտնվում է Ակնաշեն գյուղից, այ քարտեզի վրա։ Լավ, շնորհակալություն։ Քարտեզի վրա ունենք 62, 63, 64 կետերը, թեխուտ բնակավայր, որտեղ այո, հաստատ թեխուտին է, այո, 13 կացարան, որի նմանակում է, 13-րդ կացարանը, չափսերը պահպանված, գլուխ տրամագծով, շենգավության տիպն է, այսինքն սա նախատիպ է եղել, ի սկզբանե կլորը նահալ, համար շենգավությանը նշում եմ։ Շենգավիթը, հա։ Այո, այնտեղ կենտրոնում, ինքը կետնափոր է եղել, կենտրոնում վարվել է։ Օջախը եղել է բնականաբար տաք, ըստ մարդու, որ իսկ ժամանակ հասարակություն եղել 1.55 ամենաշատը։ Իրերը, որը դրված են, կարող է նրանց իրանք անդադ գետնափոր տեղերում են ապրել ու այդպես հետո մի փոքր ժամանակ հետո արդեն բավական հասկանել են եղել։ Տարբերվում է գենետիկան, նույնիսկ այդ տեղափոխության կենսակերպ ապրելակերպ, ասենք այստեղ չերել կարող էլի շատ բարձր լիներ, այո, գետնափոր որպեսզի լիներ տաք, ծածկը նստարանը մասնաբարաբերելիս նստարան, որտեղ նստել են, հանգստացել են, պատրաստել են աշխատանքային գործիքներ, բոլոր նյութերը պեղված են կացարանի միջից, մենք փորձել ենք նույն ձևով դա սարքել։ Հա, այսինքն էսի հենց այն կացարանը, որը որ դուք պեղել եք։ Այո, հիանալի է։ Սա կացարանի մոդելը, քարտեզի վրա ներկայացված են, դա էլ չեք տեսել, հարգելի Լուիզա, քարտեզը մեր այսպեսի պատմամշակութային ժառանգությունը, բոլոր հուշարձանները շարժական, անշարժ, հնավայրեր բոլորը տեղադրված են քարտեզի վրա։ Այս կարելի է գալ այստեղ մի հատ դիտարկում անել եւ ճամփորդել, որ չվիտակ որ հնավայրն է, որ հուշարձանն է։ Հա, այսինքն սիրելի հետևորդներ, եթե դուք որոշեք Էջմիածին քաղաքում սկսել բացահայտումներ անել, ճամփորդել, կարող եք սկսել հենց այս թանգարանից եւ հենց այս քարտեզը կարող է լինել ձեզ որպես ուղեցույց, այստեղ կարող եք որոշել ուր եք գնում եւ սկսեք ըստ դրա ուղղորդվել։ Այնպես որ բերեք ձեր հյուրերին ինքներդ եկեք։ Շարունակենք, հետևաբար արդեն սկսվում է մեր մոտ բրոնզե դարը, ցուցադրությունը շարունակվում է բրոնզե դարի ներկայացման, վաղ, միջին, ուշ բրոնզե դարը։ Սև փայլեցված խեցեղեն, որը արտահայտիչ խոսում է բրոնզե դարի մասին, վաղ բրոնզե դարը նուրբ, սև փայլեցված խեցեղեն, անժանանդակ փաստի որպես խեցեգոր։ Հա, ես ահավոր սիրում եմ այս շրջանի այս խեցիները, որոնք իմիջիայլոց Հայաստանը հարուստ է սրանցով։ Մենք ունենք բացի մեր պատմության թանգարանի, այսինքն հենց կենտրոնական, նաև Մեծամորի։ Այո, ունենք ուշ բրոնզե դարն ավելի շատ, բայց վաղ բրոնզե դամի հրաշք, որտեղ աշխատել են որակի վրա, դրամարինքը շատ նուրբ է, հղկված, մշակված, հետագայում ուշ բրոնզում արդեն աշխատել են քանակի վրա, դրամար որակը մի քիչ արդեն այո, կանում է։ Օ, այսինչ սիրուն է։ Գրակապաշտության ժամանակաշրջան, հեթանոսությունը ինտերակտիվ ցուցադրություն է, այսինքն հենակները թելակերպ տեղադրված են, քանի որ ցուլը եւ խոյդա սրբազան կենդանիներ են, հենակները թելակերպ են, այո, մեջտեղում վառվել է կրակը, կապսան, կավամանը դրվել է ամիջապես հենակների վրա, եփվել է կերակորցիսական կրակը, կրակի մեջ նետել են, այո, անուշահամ նյութեր, փոշիներ, մակրազրկման փորուր գրակապաշտության եւ տեսական կերակուր։ Դու հիշում ես, մենք մի անգամ պատմեցինք, որ Քարաշամբում, հիշում ես Անժելա, մենք Քարաշամբում, չէ, ցուցահանդեսը չէ, մինչև ցուցահանդեսը մենք այնտեղ դե այնտեղ ինչ ասես կա գետնին, քայլում ես ու մեկ է սենց դուրս ապրծնում մի բան, հա, կիսա պեղված ու այդպես թողված է, չէ։ Մենք գտանք ինչ որ անոթի հատված ու այնց անուշաբույր էր գալիս, դες դարեր է անցել, չէ, հիշում ես Անժել, այնց անուշաբույր էր գալիս, այն որ դա միանշանակ ծիսական ինչ որ անոթ է եղել, որի մեջ երևի թե էփվել է, հիմա դες արդեն սենց բաց դրված է, չգիտեմ, այստեղ Չէ, դու ինձ ասեցի իր այդ բույրի մասին, ես էլ զարմացա, դե անձրևներ, միգուցե բույսեր, դա
Կարող է ինքը տենց շատ խորքից դուրս է եկել կամ պահպանվել է։ Կարող է լինի։ Դե ես կավի հոտը շատ գալիս եմ, բնականաբար Ես ու Անժելան կավի, մենք կավի հոտը եւ կավի համը հատուկ նշում եմ։ Հա, մենք կավի հոտն ու կավի համը շատ լավ գիտենք։ Դրա համար նշեցի։ Բրոնզի դարը, խնդրեմ, գաղափարը բրոնզի, այսինքն մարդը ստեղծում է բրոնզ, ձուլելով իրար հետ անագը եւ պղինձը, ստանում է բրոնզ, դա միտք է, դա գաղափար է, դա մտածված գաղափար է։ Եկանք հասանք իմ ամենահետաքրքիր հատվածը, միստիկ հատվածը, այս թանգարանի, որտեղ երբ գիշերը բոլորը գնում են տուն, այստեղ կենթանություն են առնում այս մարդիկ, դե պատմի։ Իդեպ ասեմ, մեր հանգուցյալը անուն ունի Ժոզեֆինա, որը պեղումների ժամանակ մենք կնքում ենք մեր հանգուցյալը, որպես ավելի հետաքրքիր ասում անցնի։ Դու չեք թվագրի։ Թվագրեմ ուշ բրոնզե դառնա։ Չէ, ես նկատի ունեմ չեք գրել, թիվ համար ես իմիջ կգրեք Ժոզեֆինա։ Դե ասում ենք ուղղակի հումորի համար, բայց հետաքրքիր է։ Մեզ մոտ կին է, ինչպես ասեցի, ձախ կողմի վրա դրել են կանանց, տեղադրել են աջ կողմի վրա միշտ տղամարդկանց, մենք միշտ հնագետներով մտածել ենք ինչու։ Ես հասկանում եմ մի բան, միգուցե տողմի դա օրենքն ա եղել։ Որ կողմն են դնում ձախի վրա կանանց, հիմա մեզ մոտ կինը աջի վրա տղամարդկանց։ Ամուսնության ժամանակ էլ չէ, կինը կանգնում է ձախ կողմը։ Արարողության ժամանակ միշտ կանգնում է տարի առաջ դեռ ամուսնություններ դեր այդ բաները դեռ չկար ու ես գտնում եմ որ հասկանամ որ երևի տողմի դա օրենքն է եղել ոնց որ ինչ որ մենք ունենք չի ավանդույթներ ունենք չի մինչև հիմա գուցե սրտին մոտ լինելու գաղափարն աշխատել ամեն դեպքում կինա իր հետ կադրված իր անձնական իրերը նույնիսկ Սարքեոնե Օլունքը որը Այս իրա ձեռքին է եղել, հա։ Այո, ոնց պեղվել։ Ինքը որտեղից է պեղվել։ Ինքը Այգեշատ գյուղի դամբարանադաշտախնդրում աստառը վրա ֆոտոնա մեր դամբարանաբլուրի։ Դեռ չենք սկսել պեղելը, նոր սկսում ենք պեղելը ու արդեն հետագայում բացված խուցը։ Ես եւ մեր հետևորդները հուսանք, որ մի անգամ էլ մենք մի հաղորդում կպատրաստենք պեղման process-ի եւ Սիրով կարող են գնալ պեղավայր։ Ես հետաքրքիր նախագիծ ունեի, հետո որոշեցի, որ չի ստացվում, ոչ մի, այսինքն կյանքի չեն կոչվում, որովհետեւ չունեմ հովանավոր։ Հետևաբար այս ֆորմատով սկսեցի մտածել։ Ես որ լինեմ էքսպեդիցիայում, արշավախմբում ենք սկսենք, ես ահազանգում գալիս եմ։ Մեծ սիրով։ Ես կուզեմ, գիտես, ինչ անենք, Անժելա, շատ մանրակրկիտ չանցնենք, որպեսզի հետաքրքրություն թողենք, բայց այս սրա մասին կուզեմ այս մասին խոսենք ու անցնենք մշակույթին։ Այո, մոտ առաջ երկրորդ երրորդ դարերում անտիկ շրջանը արդեն ձևավորված էր թաղմանցեսայնքանը, որ արդեն սկսում էին թաղմանցեսը կատարել սարկոֆագների մեջ։ Դա ես ասում եմ ուշ բրոնզե դարը, սա արդեն մտա երրորդ դարով թվագրվում էր սարկոֆագը, կավե սարկոֆագ, որը հայտնաբերվել է հինգ վաղաշաբթի դամբարանադաշտից, այսինքն մուտք դեպի Էջմիածին ձախ կողմը բավականին մեծ տարածք քաղաքային է, արդեն մելորացված տարածք, որտեղ եւ եղել է դամբարանադաշտը, որտեղից եւ պեղվել հայտնաբերվել է 79 թվականին մեր սարկոֆագը, դեռևս մեկ հատ, ուրիշ չի բացահայտվել, այո, ու դու ինչի՞ց շամուտ, կավ ու ավազ կբավականին ծանր, եւ ինքը այն տարածքում հայտնաբերվել, որտեղ Եգիպտացի կույսերը հետապնդվել են, փախուստի են ենթարկվել ու արտադրքավորի կողմից հասկանամ բույը ինչքան է։ Եվ քանի որ մեջ կար մարդաբանական նյութ, այսինքն դիամասնատված 17 թվականին դիամասնատման այո ձեզ նա եղել, հետեւաբար կույսերից մեկն է եղել։ Ու հենց այդ նույն տարածքում հայտնաբերվել է։ Կար դաշույն, կար ծրվակներ, որից մեկը արցուկների համար, այո, մյուսները եթերանի յոգերի համար։ Իսկ արցուկները դա սրբազան սակրալ լանդշաֆտ էր։ Իսկ այս ինչ անցքը ենթադրում եմ անցքը նախ առաջինը տեղափոխելու համար, որտեղ բավական ծանր է, եւ իրան տեղափոխել են դեպի դամբարան։ Եվ երկրորդը նաեւ ոքին դուրս գալու դա արդեն երկրորդական որպես անցք, որը կարողանա անցնել։ Եվ իհարկե մեր գեղեցկուհի, բարև ձեզ։ Հրաշք ինքը ես ասում որ բացահայտեցի վերջերս աչքերի կտրվածքը։ Եթե դուք տեղափոխվեք, նույնիսկ ցուցափեղկի ցենքում ինքը հայացքը ձեր հետ տեղափոխվում է։ Ես դա բացահայտել եմ վերջերս։ Լուիս։ Հա։ Արի եթե դուք եք ասում, ինքը ես հետևում եմ, ուր գնաս։ Ինքը հետև ես նոր եմ դա բացահայտել։ Քարե գուրկ, մարդակետ, լուսնի աստվածություն, կալոր, ծիսական, լուսին։ Ինչ հետաքրքիր է, չէ, պատրաստած ու լուսինն էլ է, չէ, տենց։ Կալոր, ծիսական։ Չէ, դու որ կողմից գնում ես, քեզ հիմա ինքը քեզ է։ Դու իրա դիտակետում ես, հիմա էլ էստեղ։ Պատահական չի, որ հայացքը այո։
Միստիկ հատվածն է։ Այո, ծիսական լուսին։ Նույնիսկ իր հելադուտես բան հայերեն ոնց է չոլկան, միշտ ծիսական բաներում չոլկան լուսնի։ Հա, չէ, լինում է, չէ։ Հեքիաթներում մանավանդ։ Սա մեր հրաշքն է, որը թվագրվում է 2-3 դարերով։ Հիմա միստիկ հատվածից հիմա մի անգամից անցնում ենք արդեն միստիկ հատվածից տեղափոխվում ենք իրական հատված։ Իրականություն։ Այս հատվածն եմ շատ սիրում, ես այստեղ էլ էի որոշել ցուցահանդես Այստեղ է որոշ փոփոխություններ, ոնց դու չես տեսել մեր ես մարտակերը տարածով։ Տեսել ես, ուղղակի մենք անկողին ենք։ Անկողինն եք ավելաց։ Էս ինչ էլ սիրուն անկողին, ասա ձեռագործ աշխատանք։ Նմուշներով, կոնկրետ սա մարաշ տեսակի աշխատանքությունն է։ Սեղանի վրա այն թափ։ Շատ սիրուն։ Այստեղ արդեն խաչքարով, քանի որ մեզ մոտ գերարվել է ասեղնագործության տեսակները, իհարկե, ուղեգորգերը վարակների վրա, պատի վրա, շատ, բայց ինչ լավն է։ Այդ այլ բարձ գալա էլի մարաշի ձեռք տամ, մարաշի տեխնիկայի գործած ես գործում եմ, ես ամեն ինչ բան շոշափելիքներով եմ զգում, հա, այդ համար բեղելից ես պիտի զգամ քարը, ողը պարտադիր։ Այստեղ արդեն մեր իրական հատվածում իմ շատ սիրելի ծիսական միստիկ հազարաշենը, թոնրատան մոդելը, որը իսկապես այդ թոնրատունը եղել է սակրալ լանդշաֆտ, սրբազան հատված, որովհետև եթե չի եղել տարածքում եկեղեցի, այստեղ կատարվել է մկրտության ծես, հարսանյաց ծես, նույնիսկ ծննդաբերել կինը այստեղ, քանի որ թոնրատուն, տուն եւ թունիր, դա իսկապես ընտանիք, սեր, օջախ, առատություն, այո, հազարաշենը Ես հիշում եմ իմ Նախիջևանում, Կողտնգավառում իմ պապիկիս հայրական այնտեղ 2 տուն կար, դե ես փոքր էի, բայց ես հիշում եմ, այո, Բիստ գյուղում 2 տուն կար, մեկը հին տունն էր, որը արդեն թոնրատունն էր, ինքս էս երկար կիսագետնափոր ու իրան տան առաստաղնել էր հենց այդպես, հա, այսպես էր արած ու սևացած ու օջախներ, պահպանված, հա, հենց այդտեղ էլ իրանք շարունակում էին հաց թխել։ Մեր ժամանակ արդեն ու պապիկիս մայրիկը միշտ ասում էր, շեշտում էր, որ ձեր պապիկը այնտեղ է ծնվել։ Ու դու զգացիր այդ շունչեր, բիոդաշտը, այնտեղ մի հատ ուրիշ բան էր։ Նախ այնտեղ շատ հետաքրքիր, ընդհանրապես Նախիջևանը այդ բիստ այդ ամենից այդ մի հատ ուրիշ պատմություն է այդ մշակույթով, այդ չգիտեմ ինչա, բայց այնտեղ հենց այս ամեն ինչը կար ու գիտես, կենդանիներն էլ էին իրենց հետ ապրել, ավելի խորը ավելի ինքը շատ բավականին երկար էր, այդպես շատ ավելի խորքում պատմում էին, որ այն կողմն կենդանիներն են մնացել, որպեսզի ավելի տաք լինի, այդ շատ, հա, մարդիկ շատ շունչ լինի։ Մի խոսքով շատ հետաքրքիր է։ Հա, ու այս ամեն անգամ այս հատվածը տեսնելուց ես հենց ակամայից ընկնում եմ իմ մանկություն, գնում եմ Նախիջևան, հետ եմ գալիս։ Իսկապես ինքը սրբազան մի հատված, տուն, օջախ, սեր, պտղաբերություն, առատություն, ամեն ինչ կապված աղա իսկապես պատահական չի, որ ասում են սրբազան հատված։ Խնոցին էլի իմ համար էլի միստիկ մի հատված է, խնոցին, որը այո ունի հատուկ, նախ ասեմ, խնոցին հարելուց, լավաշը թխելուց, եղել են վարեր, երգեր, ես հիշում եմ, որ երգում էին մերոնք, երգելով էին անում։ Անպայման Լսում ենք կատնասերը կամ մածունը, լավ յուղոտ մածունը։ Ու 2 հոգի, չէ, անպայման 2 հոգի կանգնում են։ Ամենապես էս որովայնին ներքի ստորին հատվածը, այսինքն, որտեղ ինքը զանգվածը կպնի պատերին եւ յուղային հատվածը դուրս գա։ Հետո բացում էին եւ մեջից խմում էին թանը։ Մակարակ, արդեն կարակի կտորները դուրս են գալիս մեր այս տաղանդի վրա, ազգում ենք հոտը, լսում ենք սառուց, ամենջապես կարակը հանում ենք ու արդեն խմում ենք համեղ թանը։ Պատական չի ասում խնոցի հարոցի թանավ տունս պահեցի եղող պարտ կստվեցի յուղոթան կավաճառում են, որ կարողանային ապրեն։ Հովհաննես Թումանյան, այո, քարյակներ։ Եվ իհարկե գորգերը հայո, անդրադառնամ Որդան Կարմիրին, որտեղ գորգերը կարպետները մի որոշ հատված, այո, գործված են հենց Որդան Կարմիր ներկով։ Այստեղ ունենք օրինակները, ինչը բաց կանանչ, աստորեն Որդան Կարմիրից կարող ենք ստանալ։ Սլվակների մեջ Որդան Կարմիրն է առաջինը, երկուսը երրորդը ներկեր են։ Էկ տեսակից ստանում էին գեղձը հեռացնելով, ստանում էին կարմին կոչվող ներկա։ Այսինքն Որդան Կարմիրը ստանում էին ոչ բոլորից։ Անպայման պետք է լիներ էքը, եւ գեղձը հեռացնելով ստանում են հենց կարմին կոչվող ներկա, այո։ Որդան Կարմիրը խնդրեմ չորացված առաջին սրվակի մեջ։ Այսա։ Եզակի հավաքածու, որը բացի մատենադարանից ունենք նաեւ մենք։ Դե դուք շատ բացառիկ եք, հա։
Այստեղ էլ եմ ինչ-որ նոր բաներ տեսնում։ Այստեղ մի փոքրիկ ցուցադրության մեջ է փոփոխություն արվել, կամը, որը ծորենը տրորելով առանձնանում ծորենի հատիկը մանկական խնոցին ավելի բարձր են բարձրացել, որտեղ փոքրիկներին արդեն փոքրուց սովորեցրել են մեր հայկական ավանդույթները։ Այստեղ արդեն գործիքները եւ տեսնում են արհեստների բաժին, դարբնի գործիքներ, կոշկակարի, ուքսը, հիանալի։ Բանից բերած դրան Պականքը, որը 15 թվին բերել են փոքրիկ դրան ուրիշ ոչ չեն կարող դուրը բոլորը ամբողջը մտածել են իրենց տունը իրենց հետ բերում են դրան փականքը այս ամբողջ փական իրանք բոլորը այս բոլորը բոլորը հա նույն տունն են բերել դուրը դրան շոկողվեցի 5 տարի առաջ նվիրեցին ես որոշեցի պատրաստել խնդրեցի մեր շատ լավ ընկերներ ունեմ նկարիչներ խեցեգործել խնդրեցի պատրաստեցին այս դրան ձևով մի sense Այսպես ստենդ, որի վրա ես կարողացա դա հավաքել, որպես դուռ, որ ինքը զգացի, որ դուռ է, ու բերել են իրենց տունը, բերելով պականքը, բերել են իրենց տունը հետները։ Այ դա է, որ հետաքրքիր շատ ու շատ իսկ սա թելմանելու, բուրդը գզելու։ Ոչ, սա հագցնում էին օդը հսկող շան արանոցին։ Որը հսկելով օդը ոչխարների կամ կովերի հարցակվում է գայլը, անմիջապես պարանոցից որ պաշտպանի։ Շունը պաշտպանված, այո։ Էլի մարդու մտածված, ամիջ մտածված է։ Եվ իհարկե սիրելի իմ թիթիզ բաները հագուստի։ Դու չես տեսել, սա էլ է նորություն, ասեմ, եւ թափքները եւ բայ այս շորը բայց քանի որ չես տեսել մեր հավաքածուում դապահված է, քանի որ ես մի հատ շատ հետաքրքիր նախագիծ ունեմ, ես հիմա նաեւ դիմում եմ մեր հայ մոդելավորողներին, ես կարծում եմ մենք պետքա մի օր մի հատ հետաքրքիր ցուցահանդես կազմակերպենք, հիշում ես ես դրա մասին խոսել եմ։ Դրվում հին, այսինքն հին ասելով, որ սա որ ժամանակաշրջանն է։ Սա մոտավորապես գալիս է 19-րդ դար, Փերիա գավառ, Պարսկաստան։ Ընտրում ենք սա եւ սրա նմանատիպ այսօրվա հայ մոդելավորողի ինչ որ մի հագուստ եւ անում ենք ցուցահանդես, այնպես որ միացեք մեզ եւ տեսնենք ինչ կստացվի։ Ես հիմա կոչ եմ անում հայ մոդելավորողներին, որպեսզի այսպեսի մի հատ էկլեկտիկ ցուցահանդես արվի։ Ճիշտ է, պարսկական Փերիա գավառն է, այս Պարսկաստանում որտեղ չի ապրել են հայեր։ Իհարկե, Փերիայի գավառում որտեղ ապրել են հայեր։ Բնականաբար ազդեցությունը կա, բայց հայերն են, հայուհիներն են։ Մեր Նախիջևանում, Գողթնգավառում շատ մեծ էր պարսկական ազդեցությունը, որտեղ երկար տարիներ իրենք եղել են ազդեցությունը պիտի լինի։ Ոստիկնի, էլի Փերիա գավառից Նամագերտ գյուղից մի կին, որը 94 տարեկան է եւ ապրում է Վաշինգտոնում, եթե չեմ սխալվում։ Այո, Մարիամ Ղարիբյան, ինքը այս տարիքում կարել է հիշել է մանկությունը, կարել է այդ հագուստը տիկնիկի վրա եւ պատկել է մեզ, նվիրեց մեզ։ Իսկ ես Տղեները ես ուղղակի մենք այդտեղ ունենք ցուցադրության ժամանակն է 19-րդ դա մենք տեղավորեցինք ուղղակի ուզում ես այսպես էլ ցուցադրել այնտեղ ունենք նախասրահում սա կանացի ամենօրյա Փերիայահայ կնոջ հագուստը վառ գույներ նույնիսկ իրենց արտուզակներ էր վառը փայլում հա իրենք ընդհանրապես այդ շատ վառն են հայկել գույներ հնա տեսեք էլի գույներով էլ հարուստ են եղել գույներով էլ հարուստ են եղել այո Ճոտկի արևելքը այո Իսկ սա դուք մեր հարսանյացը այստեղ մենք տեղափոխել ենք արդեն ցուցադրքի մեջ ավելի ապահով ինքը քաղաքային հարսի այսինքն արդեն Երևանյան քաղաքի հարսը որտեղ շրջաններում նման շքեղություն չէին տա երբեք ավելի հասարակ կանաչ ու կարմիրն է եղել բայց արդեն նման շքեղություն ավելի ուշ շրջանում միայն քաղաքի հարսերը Երևանյան կոնկրետ եւ սա մեզ նվիրեցին մի երևի կլինի 7 տարի առաջ օձիկը եւ գոտին զգեստը դուք որպեսզի լինի ամբողջական կերպարը դե օձիկն պահում եմ ասելնագործը որ ավելի ամբողջական լինի հա որտեղ ունենք ճակատնոց կոնքազարդ որպեսզի ամբողջացնենք զգեստը ու նկարը պատահական չի ծորենի հասկը դա խորհրդանշում է պտղաբերություն բաղադրություն նույնիսկ հարսի գրպանը Հարսանյաց օրը լսում էին այո հիմա էլ դա փոխվել է եւ լցնում են իրենց գլխին, չէ՞։ Բրինձը, ծորենը, այո, քաղցրը։ Այո, իսկ գարմիրու կանաչը նույնիսկ պահպանված է, երբ որ փեսայի վրա կապում են կոսպան կոչվում։ Հա, բայց sense չեն կա, հա, այսպես։ Հա, պահպանվել է։ Կանայք են հայկել կանանչ ու կարմիր Հարսանյաց զգեստը, բայց դա հա, ես ուզում եմ այստեղ նաեւ մենք խոսենք այս սարքի մասին, եւ այն ջրի մասին ու սահմանափակվենք այսօր այս
որպեսզի թողենք նաև հետաքրքրություն մեր այցելուներին, ովքեր հաղորդումից հետո կայցելեն, դրա համար երկու բառով շատ արագ խոսենք այս մեր տպագրական, չէ՞։ Մեր հպարտությունը, տպագրական սարք, էքսկլյուզիվ, բացառիկ ցուցանմուշը, ասեմ ինչու, տպագրական սարք, հաստոց, որը Մեծ Բրիտանիայի թագուհին Վիկտորիան նվիրում է Ղրիմյան հայրիկի ընտրվելու կապակցությամբ Մկրտիչ առաջինի 1893 թվականին, երբ որ ընտրվում է Կաթողիկոսը, թագուհին հավաքում է խորհուրդը, որոշում է ինչ նվիրենք Կաթողիկոսին, եւ որոշում են խորհրդով միանշանակ տպագրական մեքենա, որտեղ Մկրտիչ առաջինը գրում էր, շատ տպագրվում էր, ունի ես խորհուրդ եմ տալիս կարդալ խրատները Մկրտիչ առաջինի, որը շատ բազմաթիվ անգամ կարդացել եմ, եւ 94 թվականին 1800 Լոնդոնից Մեծ Բրիտանիայից տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մինչ օրս բայց դուք տեսնում եք մեզ ինչեր են նվիրել, ինչեր են նվիրել։ Հպարտությունը բացառիկ ցուցանմուշ, որը ինչի պահանջում ենք եւ ինչ ենք սպասում։ Շուտով կլինի տպագրություն, Լոյզ, ասեմ։ Շատ շուտով, այո, մենք այցելենք, կարող ենք ցույց տալ ոնց է տպվում։ Համեցեք եւ տեսեք ու մեկ էլ ուզեմ այս այնպես որ շատ հետաքրքիր թանգարանա, այցելեք եւ կտեսնեք, հիմա ես խնդրեմ Անժելային, որպեսզի ներկայացնի նաեւ այս մեր հիանալի այո, սա եւս մի հետաքրքիր մարդու կողմից մտածված ստեղծած մի հետաքրքիր գյուտ, գաղափար, գուռ, կոչվում է գուռ, այսինքն ջրի քար, հայկական տուֆից պատրաստված, որը ինքը ծակոտեն քար է, որը ունի հատկություն թորելու ջուրը։ Այսինքն լցնում են երեկոյան անձրևաջուրը կամ գետաջուրը, որը դնում են դրս։ Իմիջայլոց միջև հիմա էլ կան գյուղեր, այո, որտեղ դրված է այդ։ Ես էլ Աբովյանի մարզում եմ տեսել, որ դրված է ու իրանք այդպես հավաքվում է ջուրը ու տակ։ Այդտեղ տեսեք ձայնը, որը շատ դրություն լինի, ձայնը մի հրաշք կա, դա մի, չգիտեմ, թերապիա։ Քարերի անցքերի միջով ջուրը անցնում է, ոչ թե ինքը կենտրոնով միջով անցնում է, հապելով քարին, ինքը մաքրազրկվում է։ Ես նույնիսկ հանձնել եմ լաբորատորիա, ոչ։ Մաքրամաքուր ջուր, բոլոր միկրոէլեմենտներով։ Մենք սա խմենք, դառնում ենք անմահ։ Լրիվ։ Բայց մենք ուզում ենք դառնանք անմահ։ Էդ մի հատ ուրիշ հարց է։ Մի խոսքով, այնպես որ սիրելի հետևորդներ, խնդրում եմ մի մոռացեք այս հիանալի թանգարանի մասին եւ ընդհանրապես մի մոռացեք թանգարանների մասին, այցելեք մեզ եւ հետեւաբար կտեսնեք, կբացահայտեք ձեզ համար մշակույթի մի նոր էջեր, պատմական, հայկական մշակույթի նոր էջեր, այնպես որ սիրով սպասում ենք ձեզ։ Ձեզ հետ էին Լուիզան եւ Անժելան, ես դեռ պետք է երազանք պահեմ նրանց մեջտեղը կանգնելով երազանք պետք է պահեմ, իսկ մենք գնանք վայելենք մեր սուրճը, ես եւ Անժելան։ Չենք մոռանում, լայքում եք, բաժանորդագրվում եք եւ կիսվում եք։ Կարծում եմ սա տեսակ որ ես էլ լռել գիտեմ։ Հաջողություն, մնացեք արվեստի հետ։